Բարի երեկո, սիրելի ընկերներ, հարգելի վանաձորցիներ, քանի որ քարոզարշավը արդեն 2 օր է մեկնարկել է, մենք 2 օր հանդիպումներ ենք ունենում բնակչության հետ, ուզում եմ ամփոփել այս 2 օրը եւ կատարել որոշակի դիտարկումներ եւ առաջարկներ։ Ուզում եմ նախ նշել, որ տեղյակ եք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության համար քարոզարշավ եմ իրականացնում եւ իհարկե իրականացնելով Բարգավաճ Հայաստան կուսակցության քարոզարշավը բազմաթիվ մարդիկ իրենց գոհունակությունը եւ շնորհակալությունը հայտնեմ կուսակցությանը երկար տարիների իրական բարեգործության ժողովրդի կողքին լինելու համար։ Ճիշտ է, այդպիսի բաներ մեռնեմ ջանիդ, կմեռնեմ քո համար, եթե դուք չլինեիք, մենք չէինք լինի, արտահայտություններ չեն ասում, այլ իրական գովասանքի շնորհակալակի խոսք են ասում, բայց ուզում եմ ասել, որ այդ ողջ քարոզարշավի ընթացքում այդ շնորհակալությունները եւ ջերմ ընդունելությունները մենք տեսնում ենք, ինչի համար շնորհակալ ենք մեր սիրելի վանաձորցիներին։ Բայց ուզում եմ նաեւ կարեւոր բան ասել, որ մեր քաղաքացիների ճկունները ցույց են տալիս, որ մենք քաղաքում ունենք բազմաթիվ չլուծված հարցեր, չկայացած ավականու նիստ, որի պատճառով հազարավոր քաղաքացիներ լուրջ դժգոհություններ ունեն, խաբված բնակիչներ, որոնց հարցերը պետական համարմիններում տարիներով չեն լուծվում։ Եվ այդ քաղաքացիները իրավացիորեն դժգոհություն են հայտնում այսօր իրենց խաբված լինելու համար եւ իրենց հարցերի չլուծման համար։ Ու քանի որ ես այն կարծիքին եմ, որ քաղաքական ընտրությունների ժամանակ քաղաքական գնահատականներ եւ դիրքորոշումները միակողմանի չի կարելի հայտնել, ես առաջարկությամբ եմ հանդես գալիս եւ առաջարկում եմ, որ այն կուսակցությունները, որոնց անդամները եւ որոնց թեկնածուները կամ որոնց համակիրները, եթե այն կարծիքին են, որ մեր քաղաքում ամեն ինչ լավ է, մարդիկ շատ լավ են ապրում, մարդիկ որևէ խնդիր չունեն եւ օր-օրից օր Վանաձորը զարգանում է, այդպիսի կարծիք ունեն, ես առաջարկում եմ, հրավիրում եմ իրենց բանավեճի, որովհետեւ կարծում եմ, որ դիրքորոշումները պետք է երկկողմանի հնչեն, ոչ թե միակողմանի, եւ բանավեճի արդյունքում կներկայացնենք նաեւ ես իմ դիրքորոշումները, թե ինչն է վատ եւ քաղաքացիները ինչ հարցեր են բարձրաձայնում, ինչ խնդիրներ ունեն, եւ արդեն նայող վանաձորցիները եւ ընդհանրապես մարդիկ, ովքեր կլսեն, իրականում կհասկանան մեր քաղաքը զարգանում է օրեցօր, մեր քաղաքում բոլոր պաշտոնյաներին շատ ջերմ են դիմավորում եւ շատ թախանձագին շնորհակալություններ են հայտնում, թե իրականում ունեն լուրջ դժգոհության պատճառներ։ Ինչի եմ սա ասում, քանի որ ես ունենալու եմ նաեւ բազմաթիվ եթերներ հեռուստաընկերություններում, որոնց մասին անդրադառնալու եմ, մտածելով, որ միակողմանի անդրադառնալը սխալ կլինի, նման առաջարկը ես դրա համար եմ անում, պատրաստ եմ նաեւ այդ եթերները, քանի որ ընտրական process-ները տեղյակ եք, հեռուստաընկերությունները վճարովի են, տեղյակ եմ նաև վճարել իրենց փոխարեն, եթե ֆինանսական հնարավորությունները չեն ներում, իսկ ամենակարևոր դիրքորոշումը սա այն է, որ եթե բարձրաբանվի, որ քանի որ ինքը շարքային քաղաքացի է, մենք բարձրաստիճան պաշտոնյաներ չեն կարող իր հետ բանավիճել, կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը այնքան ժողովրդավարական ճակերտներով վիճակում է գտնվում, որ ցանկացած շարքային քաղաքացու կարծիքը կարևոր է եւ ես փոխանցելու եմ այն հազարավոր վանաձորցիների դժգոհությունը եւ խնդիրները, որոնք մինչ այս լուծված չեն։ Համոզված եմ, որ եթե հրավերս ընդունեն եւ անպայման մասնակցեն, դրանից շահելու են միայն վանաձորցիները եւ այն մարդիկ, ովքեր մինչ հիմա որևէ կողմնորոշում չունեն եւ մտածում են այդ հարցերի լուծման ճանապարհների մասին։ Ուզում եմ ընդգծել նաև, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իրականացնում է քարոզարշավ, որի նպատակը մեկն է, որ իրականությունը ներկայացնի հանրությանը եւ հանրության շրջանում այդ խնդիրների լուծման իր ուղիները ներկայացնի։ Մենք շարունակելու ենք մեր քարոզարշավը, բայց համարում եմ, որ միակողմանի չլինելու համար նման առաջարկը տեղին է եւ այն կարծիքները, որ մարդիկ վատաբանում են զարգացող միայն լավը չեն ցանկանում տեսնել, իսկ սկզբանե ուզում ենք փարատենք, դրա համար նման առաջարկով եմ հանդես գալի։ Կարծում եմ ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի, իսկ եթե իհարկե արձագանքներ չլինեն կամ համաձայնություն լինի մեր հետ դրա համար չարձագանքեն կամ չցանկանան,
Հաջորդիվ առաջիկա օրերի ընթացքում մենք կներկայացնենք այն բոլոր խնդիրները, որոնք լուծված չեն, եւ ամենակարևորը կներկայացնենք այդ խնդիրների լուծման ճանապարհները, որոնք մենք տեսնում ենք։ Որտեղ ես կարծում եմ յուրաքանչյուր քաղաքական process եւ քաղաքական ընտրություն պետք է մարդկանց նաեւ ընտրության հնարավորություն տալ եւ միայն վատաբանելով չէ, որ պետք է զբաղվել, այլ պետք է խնդիրը բարձրաձայնել եւ ասել ինչն է խնդիրը եւ առաջարկել լուծումները։ Իսկ արդեն քաղաքացիները կհասկանան, թե ում առաջարկած լուծումներն են ավելի արդյունավետ եւ ովքեր կարող են այդ լուծումները իրականացնել։ Շնորհակալ եմ, բարի գիշեր, շուտով առաջիկայում հանդես կգամ արդեն իսկ մեր դիրքորոշումները ներկայացնելով։